Շատ լավ, մեքենաները բերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ կառավարությունից նախագահական գնալիս նշել էր, որ անգամ հեծանվով մնացել է խցանման մեջ։ Նա հաջորդ օրը կառավարության նիստում դժգոհել էր Երևանում առկա մեքենաների քանակից, նշելով, որ դա սարսափելի պրոբլեմ է։ Բոլոր երկրներում էլ լինում են խցանումներ, բայց խցանում էլ։ Դա խցանում չի, դա քաոս է։ Չի հասկացվում ինչ է կատարվում, ասենք ոնց որ մի սուբստանցիա լցնես sense փողոցները ու տենց ողողվի փողոցները այդ բանով, այդ սուբստանցիայով, այսինքն ոչ կարգ կա, ոչ շարք կա, էդ էլ ուրիշ խնդիր է, որովհետև ուրիշ տեղերում նաև այդ խցանումները գոնե դասավորված են, իրանց արանքներով կարա մոտոցիկլը անցնի, մոպեդը անցնի, հեծանիվը անցնի, հնարավոր չի անցնել, ոչ մի բանով, նույնիսկ ոտով հնարավոր չի անցնել։ Վարչապետը հանձնարարել էր ճգնաժամային խումբ ստեղծել ու նշել, որ այլընտրանքային տրանսպորտը պետք է զարգացնել, նկատի ունենալով նաև էլեկտրական հեծանիվները։ Երևանի քաղաքապետարանից Art News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հոկտեմբերի 21-ին քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է հեծանիվների երթևեկությունը բարելավելու ուղղությամբ։ Քաղաքապետարանից նշել են, որ ներկայումս իրականացվում են քննարկումներ հեծանիվների համար առանձնացված գոտիներ կազմակերպելու առնչությամբ, եւ քննարկումների արդյունքները ամփոփելուց հետո կիրականացվեն համապատասխան երթևեկության կազմակերպման փոփոխություններ։